Այժմ տեսնենք ինչն է խանգարում այդտեղ ջուրներին նրանց առաջ խաղացմանը։ Սիրային հարցերում, աշխատանքում, կարիերայում եւ ֆինանսներում։ Ովքեր ոչինչ չեն անում, ոչ մի ջանք չեն ներդնում կյանքում, նրանք ոչ մի բանի երբեք չեն էլ հասնելու։ Եթե մարդիկ ջանքեր ներդնում են եւ չեն հասնում հաջողության, կամ սիրո մեջ, կամ կարիերայում, աշխատանքում, կամ ֆինանսներում, ուրեմն այդտեղ կա խնդիր, մի բան երևի սխալ եք անում։ Այդ էլ փորձում եմ կարտերով ճշտել։ Ինչն է խանգարում ձեզ հաջողության հասնել։ Եթե կան այդտեղ ջուրներ, ովքեր այդ թեմաներում սիրո կամ ֆինանսների կամ կարիերայի հարցերում հաջողակ են, ուրեմն այդ թեմաները ձեզ չեն վերաբերում, ինչ վերաբերում է այն էլ կարող եք նայել։ Կամ կարող եք նայել պարզապես, որտեղ ձեզ հետաքրքիր է։ Եվ այսպես տեսնենք, ինչն է խանգարում այդտեղ ջուրներին առաջ խաղացմանը, նրանց անձնական կամ սիրային հարցերում, կարիերայում կամ ֆինանսներում, ներողություն, կարիերայում կամ աշխատանքում եւ ֆինանսներում։ Անձնական հարցերում։ Անձնական հարցերում տեսնում եմ ասպետը բաժակը ձեռքին։ Ինչն է խանգարում այդտեղ ջուրներին բաժակը ձեռքին։ Շատ հետաքրքիր է։ Բաժակը ձեռքին ասպետը։ Բաժակների ասպետը շատ էմոցիոնալ է, միշտ ինչ որ առաջարկություն ունի անելու։ Ինչու է սա խանգարում այդտեղ ջուրներին։ Ես այդտեղ ջուրներին ճիշտ ասած էմոցիոնալ մարդիկ առանձնապես չեմ տեսնում, չեմ պատկերացնում։ Ինձ պետք է օգնություն, տեսնեմ կարտերն ինչ են ուզում սրանով ասել։ Մի քիչ անհասկանալի է։ Էմոցիոնալ այդտեղ ջուրները, տեսեք, ես որպես այդտեղ ջուր եմ։ Ես որպես այդտեղ ջուր կարող եմ ասել, որ այդտեղ ջուրները մեջից շատ լավ էլ իրենք ներսից զգացմունքներ ունեն, շատ էլ տաք են, բայց դրսից շատ սառն են երևում։ Դա կարող եմ ասել ձեզ որպես գաղտնիք, դա իրականում ինքնապաշտպանական ռեակցիա է, դա մեր պաշտպանական վահանն է, մենք պաշտպանում ենք մեզ այդպես, չենք ուզում ցույց տալ, թե ինչքան կարող ենք սիրել, որպեսզի ոչ մեկ չօգտվի դրանից, որտեղ մարդու չի կարելի սիրել, չենք ուզում մեր սիրտը կոտրվի, դրա համար էլ մեզ պաշտպանում ենք, ցույց ենք տալիս մեզ սառը, բայց իրականում մենք սառը չենք։ Տեսնեմ ինչեր եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ պաժեր եմ տեսնում, երկու պաժ եմ տեսնում, այստեղ էլ ասպետը։ Անձնական հարցերում այդտեղ ջուրների, այս ինչ հետաքրքիր է, ես իսկապես կոնկրետ միանգամից մտքիս ոչինչ չի գալիս։ Տեսնում եք տղաներ, անդադ ինչ-որ նոր առաջարկություններ, անդադ ինչ-որ, միգուցե անդադ ինչ-որ մի նոր բան եք ուզում, մեկ կոպեկ են ուզում, տեսնում եք, մեկ ջահ են ուզում, մեկ բաժակ են ուզում, ըստ երևույթին, եթե կան այդտեղ ջուրներ, այս պահին խնդիրներ ունեն, տեսնում եք, երևի չեն կարողանում ճիշտ որոշում կայացնել ուրեմն, մարդիկ չգիտեն ինչ են ուզում։ Ես այդպես կարող եմ ասել, տվյալ դեպքում, եթե կան այդտեղ ջուրներ, որ նայում են ինձ եւ անհաջողություն են, որտեղ չեն կարողանում կենտրոնանալ եւ որոշել վերջը ինչ եմ ուզում։ Անձնական հարաբերություններում ինչ եմ ուզում, որ չեմ գտնում։ Տեսնում եք, իսկապես բոլորը 78 կարտ կա այստեղ, իսկ ես 3-ը հանեցի եւ այդ սրանք, մեկը բաժակն է ձեռքին, մեկը տարբեր տեսակ էմոցիաներ են։ Տարբեր տեսակ, սա շատ էմոցիոնալ է, սա կոպեկի կոնկրետ շատ պրակտիկ մարդ է, սա շատ տաքայրուն կրակոտ։ Այսինքն այո, կարող եմ ասել, տվյալ դեպքում այդտեղ ջուրները իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Եվ իրենց թվում է, որ սա էլ են ուզում, սա էլ են ուզում, սա էլ են ուզում, իրենք դեռ կամ փնտրտուքների մեջ են, կամ անընդհատ ինչ-որ նոր առաջարկություններ, նոր էմոցիաներ, նոր զգացումներ են ունենում, չեն կարողանում որոշում կայացնել, այդպես կարող եմ ասել։ Իրենք էլ վստահ չեն, թե ինչ են ուզում, ինչ են փնտրում եւ ոչինչ էլ չեն գտնում։ Դա չի նշանակում, որ հարաբերություններ չեն ունենա, դա այդպես բոլորովին չի նշանակում, հատկապես տղամարդիկ, կարող եմ ասել, որ անպայման ամեն մեկից էլ կարող են համտեսել, ամեն ինչից էլ կարող են ունենալ, բայց եթե անհաջող է, ուրեմն սեր չեն գտնում, ինչ-որ մեկի հետ չեն կարողանում կապել, որտեղ կոնկրետ չեն կենտրոնանում մեկի վրա։ Իրենք այսպես փորձում են կյանքը ուղղակի կյանքից համտեսել։
Ես այդպես եմ տեսնում, ամեն ինչ ուզում են, իսկ ամեն ինչ չեք կարող ուզել, հասկանում եք։ Ամեն ինչ չեք կարող ուզել, այդպես չի կարող լինել։ Պետք է կենտրոնանալ, կոնկրետ որոշել, հասկանալ ինչ եք ուզում, ինչպիսի կին եք ուզում, միգուցե հարգելի տղամարդիկ, ուզում եք ամուսնանալ, ինչպիսի հարաբերություններ եք ուզում։ Այո, կարող եմ ասել, որ աջեղջյուրներ, ովքեր չեն հասնում հաջողության անձնականում, դեռ իրենք էլ չեն որոշել, չեն հասկացել, թե իրականում ինչ են ուզում։ Ուզում են ամուսնանալ, չեն ուզում ամուսնանալ։ Շատ տարօրինակ է։ Դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել անկեղծ ասած։ Պարզապես մարդիկ իրենք էլ չգիտեն ինչ են ուզում, կատերն էլ ինձ ոչինչ առանձնապես չեն ասում։ Աշխատանքի վայրում տեսնում եմ պենտակլների թագուհին, ով էլ կասկածեր։ Սա հենց աջեղջյուրների կարտն է, պենտակլը աջեղջյուրներն են, նրանց հետաքրքրում է ֆինանսները, իրենք աշխատում են, շատ աշխատասեր են, եւ կարիերայում, եւ շատ նպատակասլաց են, եւ իրականում սա վերջնական նպատակն է, ինչպես ասեցի մյուսներին, այնպես էլ աջեղջյուրներին, ոչ մի տարբերություն, սա պետք է լինի հարգելներս վերջին նպատակը, պետք է ձգտել հասնել թագուհու կարգավիճակին, թագին եւ գահին, այսինքն հարստանալ, կուտակել գումարներ, կարիերայում լինել այսպես հաջողակ, որովհետև կարիերիստ են իրականում աջեղջյուրները, ունեն այդպիսի նպատակ, չէ, աջեղջյուրը կենդանի է, որ անդադ բարձրանում է սարերը, հաղթահարում է ժայռերի եւ ամենաբարձրն է։ Եվ իրականում ասում են աջեղջյուրները Սատուրնով իրենք շատ դժվարությամբ են հասնում, ինչի որ հասնում են կյանքում, ես դες դա հաստատ կարող եմ ասել, բայց իրենք միակ նշանն են, որ կարող են իրականում ամենաբարձր կետին հասնել, եթե աջեղջյուրը չհասնի, ոչ մեկ չի հասնի։ Բայց եթե դուք միանգամից արդեն ձեզ պատկերացնում եք այս դերում եւ միանգամից ուզում եք թագուհի աշխատանքում կարիերայում, դուք չեք կարող հասնել, որտեղ դուք բարձրունքից ուր պիտի բարձրանաք։ Եթե դուք արդեն ժայռի ծայրին ձեզ պատկերացնում եք, չէ՞, դուք էլ ուր պիտի գնաք։ Չկա, էլ ոչ միտեղ չկա գնալու, դուք մնալու եք նույն տեղում, լճանալու եք։ Այսինքն ինչպես բոլորին, ովքեր միանգամից կարիերայում ուզում են միանգամից իրենց երևակայում են հաջողակ, հասել են ամեն ինչի, իհարկե առաջխաղացում չի լինելու։ Նախ պետք է միգուցե եղածով չբավարարվել։ Եթե հաջողություններ արդեն ունեք, ինչ որ ձեռքբերումներ ունեիք, եթե չեք ձգտում ավելին, ուրեմն ավելին չեք հասնելու։ Այդպես է։ Եթե ուզում եք ավելին հասնել, ուրեմն պետք է չբավարարվել։ Նույնիսկ կարող եմ ասել, պետք է ձեր հարմարավետության գոտուց դուրս գալ։ Եթե բավարարվում եք ինչ որ ունեք, դրա համար հաջողության չեք հասնում։ Ձեզ չեք ուզում ձեզ ավելի, չգիտեմ, ավելի շատ ձեզ նեղություն տալ, ձեր հարմարավետության գոտուց չեք ուզում դուրս գալ, նորից էլի։ Եթե ձեզ հարմար այսպես թագուհուպես արդեն զգում եք, առաջխաղացում չեք ունենալու։ Եթե դուք ձեզ զգում եք, դե շատ լավ է, արդեն լավ է, բայց ես ասում եմ ինչն է խանգարում, հարմարավետության գոտուց չեք ուզում դուրս գալ, ձեզ ավելի ջանք նեղություն չեք ուզում տալ, եւ դուք արդեն ձեզ պատկերացնում եք ձեր հաջողություններով, որ դուք արդեն ինչ ուզել եք, հասել եք։ Դրա համար էլ ոչ մի հաջողության դրանից ավել չեք հասնի, որտեղ թագուհուց այն կողմ արդեն կնոջ համար չկա, տղամարդիկ էլ թագավորից, այն կողմ առաջխաղացում չի կարող, դա արդեն վերջնակետն է, դա վերջին նպատակը պետք է լինի, ոչ թե սկիզբը։ Էլի տեսնում եմ թագավոր, ես անգամ տեսնում եմ թագավորը ջահերի ներողություն, ֆինանսների համար։ Ընդհանրապես աջեղջյուրները, որովհետև շատ աշխատասեր են, շատ նպատակասլաց են, ունեն նպատակ, գնում են եւ նպատակը որպես կանոն անպայման կապված է ֆինանսների հետ։ Իրենք սիրում են կարիերայում հաջողություն, աշխատանքում, սիրում են բարձր պաշտոններ զբաղեցնել, լինի կառավարությունում, թե ցանկացած աշխատանքում եւ սիրում են անպայման լինել հարուստ եւ բարեկեցիկ կյանքով ապրել եւ որպես կանոն հասնում են։ Եվ ես տեսնում եմ այստեղ թագավոր, այսինքն կայացած մարդ է, արդեն մարդը ֆինանսներում հասել է։ Եվ եթե ավելին չհասնեք, որովհետև նորից եմ ասում, որովհետև դուք բավարարվում եք ձեր եղածով, կամ ձեր հարմարավետության գոտուց դուրս չեք գալիս, ձեր ունեցածը ունեք, վայելում եք, ծախսում եք, բայց ներդրումներ չեք անում, շատ ավելի ռիսկերի միգուցե չեք դիմում, նորից եմ ասում, պարզապես ձեր հարմարավետության գոտուց դուրս չեք գալիս։ Եթե ինչ որ ունեք, ձեզ արդեն բավարարում է, դե բավարարում է։ Մենք խոսում ենք ինչն է խանգարում, միգուցե խանգարում է, որ դուք ուղղակի արդեն բավարարվել եք ձեր եղածով։ Դուք միգուցե կարտը ասում է, եթե խանգարում է, ես նայում եմ խանգարում, այսինքն կարտերն ուզում են ասել, որ դուք իրականում շատ ավելին եք ընդունակ, դուք շատ ավելի մեծ բարձունքների կարող եք հասնել, ընդ որում եւ կարիերայում հարգելիներս, եւ ֆինանսներում, եւ կանանց եւ տղամարդկանց է վերաբերում։ Իրականում դուք ունեք շանս, ես էլի եմ ասում, եթե ինչ-որ մեկը կարող է ժառի ամենաբարձունքին հասնել, այդ եղջյուրն է, եթե չեք գնում ավել, որովհետեւ դուք չեք ուզում, դուք չեք պատկերացնում, որ դեռ ավելին կա, իսկ իրականում կարտերն ասում են, շատ ավելին կարող եք հասնել, մի բավարարվեք ձեր եղածով, ձեր հարմարավետության գոտուց եթե դուրս գաք կարող եք, բայց եթե չեք ուզում, բավարարվում եք, դե ես ձեզ ամենայն հաջողություն եմ կամենում, թող այդպես է լինի։